Անտառների պահպանությունը խստացնելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի նախորդ շաբաթվա հանձնարարականները նաև Տավուշի մարզի սահմանամերձ Աճարկուտ գյուղ են հասել։ Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը անտառն է։ Գազ չունեցող գյուղում, ասում են, պետությունը կարևոր գործ է անում, պահպանում է անտառը, բայց մտմտում են 100 բնակիչ ու ընդամենը 3.5 միլիոն դրամ բյուջե ունեցող գյուղում ուրիշ ոնց ապրեն։ Լավ է, այս անտառը բանը գծողները մի քիչ բանարին հիմի աշխատում չեն, դու էլի քինին անտառը գին, էլի շուֆին արդուրի բանի մեջ մտնել, էլի ժողովուրդ։ Այդ էլի երևի կլվնան, էլի ժամանակավոր էլի։ Չեն թողում անտառ մտնեն։ Ասենք, որ հատում են արել բան, պետությունն էլ հսկում է, որ ասենք, կարգ չխնգարան էլի։ Աճարկուտեցի Լևոն Քամալյանն է, համագյուղացու Լազերի հետ թվարկում են գյուղի խնդիրներն ու զգուշավորությամբ ավելացնում, թե բողոքելու բան չունեն, խանութում ամեն ինչ կա, սոված չեն մնում, չնայած փող չկա։ Հաց կա, ուտել կա, խմել կա, թոշակը սարմամ, մանակելի։ Շեքերը վեկելի։ Լավ տղեկ ունեմ, լավ թորնով ունեմ, ամակ Մոսկվա հապան ստիդի շաղացած է։ Ասենք սոմ չենք, հաց խանութում կա, մթեր կա։ Մենակ փողը պետք է այդ շաշպանն ախանգարում է։ Դե մեծերին ինչ կա, մեծ մարդ ասենք, 80-ից մարդիկ են, խիշտ են գողնի։ Տարեցների համեմատ ջահելները դժգոհ են։ Քաղաքապետարանում կես դրույքով աշխատող Ջուլիետան ասում է, 9 հոգանոց իրենց ընտանիքն իր 35,000 դրամ աշխատավարձով ու տան մեծերի թոշակով է ապրում։ Գյուղը վարելահողեր չունի։ Դպրոց չկա, մանկապարտեզ չկա, դպրոցը ընդամենը 8 աշակերտ է։ Սաղ թողում են հեռանում։ Ջուլիետան քաղաքապետարան ուղեկցեց, ցույց տվեց երկհարկանի շենքի խարխուլ աստիճաններն ու պատերը։ Տեղ-տեղ բացված տանիքի ու պատերի արանքից մոշի թփեր էին աճել։ Կես դրույքով աշխատող հավաքարարը դժվարանում է անգամ գյուղապետի սենյակը մաքրել տանիքից անընդհատ թափվող թռչնախպից։ Իր սենյակ հազվադեպ մտնող գյուղապետի փոշոտ սեղանին մի քանի թղթեր ու կնիքի թանաքամաններ, ամբողջովին թռչնախպի մեջ կորած։ Սիրփում եմ կոպեկաստանում եմ, իմ գոյությունը պահում եմ։ Այս ամեն վաստեղը ինչն է սավական։ Դե մի, մեզ պահում եմ գենել էդ ինչ-որ չապով, ներգոյությունը պահում եմ։ Էնա, որ ավերվածա տրամադրություն ուտել անգնան Դե որ մոնդարած յարած գրևա էլի, գնետ լավուսալ կոպեկաստանում եմ ջանդել ինչ-որիսը։ Գյուղապետարանի խարխուլ շենքում այսօր 5 մարդ է աշխատում։ Գյուղապետ Մանվել Ավետիքյանը, որ 8 ամիս առաջ հաղթել է համայնքի 26 տարվա ղեկավարին, ասում է, կանանց տուն ուղարկելու ճար չունի։ Հա, հասկանում եմ, որ ավել է, բայց դե ինչ անենք։ Ընդամենը մի 2 հոգի են, էդ էլ իրանց ընտանիք բայելու, իրանց խնդիրների լուծելու։ Եթե իրանց ազատեմ, տես մի 2 ընտանիք էլի սոված կմնա, կոպիտ եմ ասում, բայց տենց է։ Սակայն միևնույնն է, շուտով աշխատողներից 4-ը կկրճատվեն։ Կառավարությունը գյուղն Իջևանին միացնելու ծրագիր ունի, 3.5 միլիոն դրամ բյուջեն այլևս Աճարկուտ չի հասնի։ Երիտասարդ գյուղապետն էլ արդեն վարչական ղեկավար կդառնա, բայց ոչ բնակիչները, ոչ էլ գյուղապետարանի աշխատակիցները հույս չունեն, թե բացի աշխատատեղերի կրճատումից ինչ որ բան կփոխվի գազի, ջրի, ճանապարհների, դպրոցի, մանկապարտեզի ու խաղատեղի բազմաթիվ խնդիրներ ունեցող սահմանամերձ այս գյուղում։ Եթե համայնքի ղեկավարը ներկայացրել է ու չի արվել ինչ-որ մի բան պետության կողմից, իսկ թվում է թե խոշորացումից հետո ոչ մի բան չի լինի։